Մեր գործընկեր, մեր թիմակից Լիպարիտ Դրմեյանը կներկայացնի միասնության թևեր քաղաքական նախաձեռնության տեսլականը պետական ինստիտուտների, դատական համակարգի եւ միջպետական գանգատների վերաբերյալ։ Պարոն Դրմեյան, պաստառներն ու դրոշները։ Այո, դրոշների մասին չմոռանաք, խնդրում եմ։ Պարոն Դրմեյան, ձեզ բեմ ենք հրավիրում։ Լիպարիտ Դրմեյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Նա ուսանել է ԵՊՀ-ում, ապա Լոնդոնի եւ Հարվարդի համալսարաններում։ Ունի ավելի քան 17 տարվա մասնագիտական փորձ դատական եւ գործադիր իշխանության մարմիններում, ինչպես նաեւ միջազգային դատարանում։ Պարոն Դրմեյան։ Բեմը հարթակը սիրով տրամադրում ենք ձեզ։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, եղբայրներ եւ քույրեր, ուրախ եմ բոլորիդ այսօր այստեղ տեսնել։ Ես չեմ եկել այստեղ ձեզ խոստումներ տալու։ Ոչ էլ խոսելու եմ անիրական բաներից։ Եկել եմ ձեզ ներկայացնելու մեր ծրագիրը։ Հստակ, հաշվարկված, գիտելիքի ու պատասխանատվության վրա հիմնված։ Ես այսօր ձեզ հետ չեմ խոսելու որպես քաղաքական գործիչ։ Խոսում եմ որպես մի մարդ, որպես քաղաքացի, որի սիրտը ցավում է մեր երկրի բաց թողնված յուրաքանչյուր հնարավորության համար։ Բայց միևնույն ժամանակ, որի հոգին լուսավորվում է ու ոգևորվում, տեսնելով այսքան գիտակից միասնություն։ Ես այստեղ եմ, մենք այստեղ ենք, որոշելու մեր երկրի ճակատագիրը։ Ես այստեղ եմ, մենք այստեղ ենք, որոշելու մեր երեխաների ապագան։ Պաշտպանելու այն եւ հզորացնելու մեր պետությունը։ Պետություն, որտեղ ամեն ինչ որոշվելու է օրենքով, այլ ոչ թե հեռախոսազանգով կամ SMS-ի միջոցով։ Պետություն, որտեղ պաշտոնը նվեր չէ, այլ ծանր բեռ, պարտականություն, պատասխանատվություն։ Եվ պետություն, որտեղ պետական համակարգը ծառայում է մեզ, բոլորիս, քաղաքացիներիս, այլ ոչ թե իշխող խմբին։ Պետական կառավարման մասին։ Մենք կառուցելու ենք համակարգ, որի հիմքում լինելու է կայուն, հստակ եւ բոլոր քաղաքացիների համար տեսանելի ու թափանցիկ մեխանիզմներ։ Քաղաքացու ճակատագիրը, կյանքը չպետք է կախված լինի պետական պաշտոնյայի քմահաճույքից, չինովնիկի այս կամ այն որոշումից։ Հանրային պաշտոնները, պետական պաշտոնները այլևս չեն լինելու մատուցած ծառայությունների համար տրվող նվեր, չեն լինելու հիպոթեկային վարկը մարելու միջոց, չեն լինելու սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց։ Ով պետք է լինի պետական պաշտոնյան։ Մարդ, ով ունի գիտելիք, ով ունի փորձ, կարողություն, բայց որ ամենակարևորն է, նվիրում այս պետությանը։ Սիրելիներս, արժանիքի վրա հիմնված պետական ծառայողին ու պաշտոնյային ընտրելու համակարգը լինելու է մեր կառավարման համակարգի անկյունաքարը։ Որովհետև պետությունը պետք է կառավարեն լավագույնները, այլ ոչ թե ամենահարմարվողները։ Տեղական ինքնակառավարման մասին։ Շատերդ այսօր ասում եք եւ մենք էլ խոսում ենք, որ Հայաստանը սկսում ու ավարտվում է Երևանով։
մարզերում գրեթե ոչինչ չի կատարվում կամ չի զարգանում։ Մենք ասում ենք, Հայաստանի մարզերն ու համայնքները պետք է զարգանան համաչափ, կայուն եւ ինքնուրույն։ Սա է տեղական ինքնակառավարման էությունը։ Ինքնուրույն, օգտագործելով իրենց տնտեսական, մարդկային եւ համայնքային կապիտալը։ Տարածքային կառավարման համակարգը այլևս չի սահմանափակվելու վերահսկողությամբ։ Շեշտը դնելու ենք տնտեսական ակտիվությունը խթանելու վրա։ Մինչև 2030 թվականը, ընդամենը 4 տարի ձևավորելու ենք ապակենտրոնացված եւ զարգացմանը ուղղված համակարգ, որտեղ պետությունը եւ համայնքը ուղղակի գործընկերներ են, այլ ոչ թե վերադաս ու ստորադաս։ Համայնքների խոշորացումները չեն կատարվելու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինչպես որ ականատես եղանք բոլորովին վերջերս Վաղարշապատ համայնքի ընտրությունների նախաշեմին։ Ինչու՞։ Որովհետև տեղական ինքնակառավարումը պետք է իրապես ծառայի համայնքի բնակիչներին։ Մարզպետարանները կդառնան տարածաշրջանային զարգացման կենտրոններ, այլ ոչ թե չինովնիկական ու վարչահարական գրասենյակներ։ Կներդնենք արդյունքահեն ֆինանսավորում, որտեղ պետական աջակցությունը համայնքին կախված կլինի զարգացման փաստացի արդյունքից։ Այլ կերպ ասած, կաշխատենք շատ, կստանանք ավելի շատ։ Ինձ շատ հոգեհարազատ ոլորտի մասին, իրավական պետության ու դատական համակարգի։ Յուրաքանչյուր պաշտոնյա մեր երկրում կունենա գործելու միայն այն լիազորություններով, որը նախատեսված է սահմանադրությամբ եւ օրենքով, ոչ ավել, ոչ պակաս։ Սահմանադրությունը գերակայելու է ամենքի ու ամեն ինչի նկատմամբ, ոչ ավելի, ոչ պակաս։ Մենք բացառելու ենք իրավապահ համակարգի օգտագործումը քաղաքական նպատակներով, իսկ դատարաններն այլընտրանք չունեն, քան լինել անկախ ցանկացած իշխանությունից ու քաղաքական ուժից։ Դատավորները կունենան սոցիալական եւ մասնագիտական պաշտպանված երաշխիքներ։ Իրավապահ համակարգի մեր ծառայողները չեն լինելու վարկերի եւ պարգևավճարների, այսպես ասած, գերիները, որոնց վրա կարելի է քաղաքական ճնշում գործադրել։ Վերացնելու ենք կառավարության, արդարադատության նախարարության միջոցով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արատավոր պրակտիկան։ Բացառվելու է անձնական կապերով դատական բարձր պաշտոններում նշանակումները։ Դատավորների եւ դատական ծառայողների թվաքանակը ավելացնելու ենք այնքան, որ համապատասխանի եվրոպական չափորոշիչին։ Ինչ է սա մեզ տալու։ Այսօր մեր երկրի դատարաններում քննվող գործերը բավական երկար են քննվում։ Նման փոփոխությամբ հնարավորություն ենք ունենալու այդ տևողությունը կրճատել առնվազն 50%-ով։ Հանրային պաշտպանի գրասենյակում հաստիկների ավելացում, ֆինանսավորման ավելացում, փաստաբանական ծառայությունների հարկային բեռի թեթևացում մեկ կարևոր նպատակի հասնելու համար։ Մեր քաղաքացիները, դուք բոլորդ, մենք բոլորս իրավունք ունենք մատչելի եւ որակյալ իրավական ծառայության։ Ընտրությունների մասին։ Հարգելի հայրենակիցներ, ձեզ գոհացնում է այսօրվա ընտրական համակարգը։ Այո, ոչ։ Կայուն մեծամասնություն ձևավորելու այսօրվա առկա մեխանիզմը մեկ նպատակի է ծառայում՝ փոշիացնելու քաղաքացիների ձայները։ 200,000 ձայն, շուրջ 200,000 ձայն փոշիանում են ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Մենք վերափոխելու ենք այդ համակարգը։ Քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի ազգային ժողովում։ Նվազեցնելու ենք կուսակցությունների անցողիկության շեմը։
էապես վերափոխելու ենք կուսակցությունների պետական ֆինանսավորումը։ Քաղաքացին մեր երկրում պետք է հնարավորություն ունենա իր ձայնը արտահայտել, այդ թվում բոլորին դեմ ընտրության հնարավորություն ունենալով։ Մեր երկրի պարլամենտը, խորհրդարանը պետք է իրական հակակշիռ լինի կառավարությանը, այլ ոչ թե ծառայի որպես կառավարության կցորդ։ Ով է հիշում Հայաստանի Հանրապետության նախագահի անունը։ Մեր երկրում պետք է վերականգնվի իրապես ճիշտ եւ հստակ լիազորություններով օժտված նախագահի ինստիտուտը, որպես իրական հակակշիռ։ Դրա համար նախագահը պետք է ընտրվի ուղղակի քվեարկությամբ։ Ամենակարևորի Հայաստանի արժանապատվության մասին։ Մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղված քայլերի հետևողական իրացումը ուղղակի այլընտրանք չունի։ Եթե պետությունը այսօր հետ է կանգնում իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունից, ապա հենց ինքն է դառնում այդ իրավունքների խախտումների պատասխանատուն։ Հետևողական ենք լինելու առաջ մղել Հայաստանի շահերի պաշտպանությունը միջպետական բոլոր ատյաններում։ Միայն այսպես մենք կարող ենք ստանալ մեր երկրի համար շահավետ բանակցային դիրք արտաքին քաղաքական դաշտում։ Ուր են արցախցիները, ուր են քաշաթաղցիները։ Ողջունում եմ բոլորիդ։ Արցախահայության իրավունքների պաշտպանությունը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար։ Անկյունակարային է լինելու արցախահայերի իրավունքների պաշտպանությունը եւ նրանց դեպի Արցախ վերադարձի իրավունքի ապահովումը։ Մենք ոչ միայն շարունակելու ենք, հետևողականորեն շարունակելու ենք այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այլև բացառելու ենք այսօր այդքան քննարկված ու արծարծվող միջպետական հայցերի հետ կանչը։ Սա մեզ համար կարմիր գիծ է։ Հայցերի հետ կանչը ոչ այլ ինչ է, քան ուղիղ սպառնալիք ոչ միայն հայկական պետականությանը, այլ նաև հայկական շահին։ Մենք կարող ենք հասնել նրան եւ գիտենք ինչպես հասնել նրան, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների խախտված իրավունքները վերականգնվեն, իսկ վնասը հատուցվի։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի եղբայրներ, սիրելի քույրեր, սիրելի ներկաներ, ես իմ գաղափարակից ընկերները չենք խոսում լոզունգներով, չենք խոսում պոպուլիստական արտահայտություններով, մենք խոսում ենք մեկ բանի մասին, վերակառուցման մասին, մեր պետության վերակառուցման մասին։ Մենք խոսում ենք համակարգի մասին, որը կգործի անկախ այն բանից, թե ով է իշխանության այս երկրում, որովհետև պետությունը չպետք է կախված լինի անձանցից, պետությունը պետք է հիմնված լինի օրենքի վրա, ինստիտուտների վրա և արժանիքի վրա։ Եվ եթե մենք միասին որոշենք, որ ժամանակն է ունենալ իրական իրավական պետություն, եթե մենք միասին որոշենք, որ ժամանակն է ունենալ արդար դատական համակարգ, որ ժամանակն է ունենալ իրապես ինստիտուցիոնալ պետություն, ապա ոչ ոք և ոչինչ մեզ չի կարող կանգնեցնել։ Հայաստանը կարող է, Հայաստանը պետք է, Հայաստանը լինելու է հզոր երկիր, և այդ երկիրը մենք կառուցելու ենք միասին։